Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։ 2025 թվականին զինված ուժերում եւ զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Նախորդ տարվա 2093 դեպքի դիմաց, այսինքն մեկ տարվա ընթացքում դեպքերը աճել են 155-ով կամ 7.4%-ով։ Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8%-ով կտրուկ աճ, փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։ Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը եւ իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ին նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից Սյունիքից։ Մեր տեղեկություններով մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին Մարս կենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։ Մենք գրել էինք, որ ԿՊ-ն որոշել է բոլոր Մարս կենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապալը, որ ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ կան։ Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երևանում ամփոփիչ հանրահավաք անել։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց ֆեյք բրենդը դարձած խաղաղության մասին գրառումը, օրինակ Տեր կանգնիր խաղաղությանը, հիմա որոշել են, որ այդուհանդերձ առաջնորդի Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ ամեն դեպքում իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի ֆանատները, նրանց ոչ խաղաղությունն է հետաքրքրում, ոչ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ իրենցից մեկը, բայց զավեշտն այն է, որ նոր պլակատը ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանը ընդօրինակել է Սերժ Սարգսյանին։ Քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ հարված լուսանկար է, որից պարզ երևում է, որ ԿՊ առաջնորդի ականջները հետ են տարել, որ շատ դոշտակ չերևան։ Հրապարակ օրաթերթը գրում է. թե պետք ԿՊ-ում վերևից հրահանգ է իջել ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել, այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության սուվերենության դրսևորում, սակայն ԿՓ շարքերում խուլ դժգոհություն կա, հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներ են հիասթափված եւ զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից։ Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլաց դարմը դարձրին Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսևորելով։ Իրավունք թերթը գրում է. պարզվում է, երբեմն ընկերները Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրին է հայտնում նեղը գցել Բլեյանի, մասնավորապես իր հիմնած Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է ինչ ԿԿՄՍ-ն որոշել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց ուշադրություն միայն կրթահամալիրի, ոչ մնացած դպրոցների։ Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը Բլեյանը, սակայն վերջինիս տվել են հետևյալ պատասխան. մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա։ Բանը հասել է նրան, որ Բլեյանը կրթահամալիրի ծնողներին առաջարկել է նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին։ Վերջիններս ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա։ Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ կլինեն։